Ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, չէի կարող չանդրադառնալ երեկես ամբիոնից հնչած մի քանի արտահայտությունների, որոնք իրավամբ կարելի է անվանել, չգիտեմ, ծաղր ասեմ, չգիտեմ, անկեղծ չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ։ Էլնար Վարդանյանը երեկես ամբիոնից հենց անում, ասում է, մեր խմբակցությանը դիմելով, ասում է, դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք։ Կներեք, որ չենք հաշտվում Ղարաբաղի կորստի հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Նախ ենթադրում եմ, որ Տիկին Վարդանյանն ի սկզբանե չի երջանկացրել զոհերի 3900-ը չգերազանցող թիվը եւ երջանկության համար Տիկին Վարդանյանը որոշել է այդ թիվը մեծացնել սարքել 5000, որպեսզի իրավամբ երջանիկ զգա իրան։ Հետո երբ որ ասում կներեք, որ ձեր նման երջանիկ չենք, սենց հիշում եմ էլի, որ տենց մի ամիս առաջ էր երևի TikTok-ը թերթում ենք Ռոբերտ Քոչարյանի Էգեյանցովի կայֆերն էր սենց բերում անընդհատ, այդ դժբախտության ցուցանիշ հասկանում եք, մարդը տես դժբախտությունից գնացել էր Էգեյանցով, տենց դժբախտ իրային եկա մի հատ, չգիտեմ, կղզու չափ ասաբնյակ ունի, ինչ ունի, դե դժբախտանում էր էլի, տենց դժբախտանալու տեղն է իրանց տենց։ Գնում են Էգեյանցովում, մի քիչ դժբախտանում են տենց սեփական, չգիտեմ ինչերում, գալիս են, այդ դժբախտացան մարդիկ, ասում կներեք, որ ձեր նման բան չենք, երջանիկ չենք։ Դու այդ ինչ ասելու բան է ասենք։ Այդ ինչ ասելու բան է։ Այդ որ գալիս տեղ այդ ասում եք, պատրաստ եղեք, որ այս պատասխանը լսելու եք, կամ որ ասում եք, կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Այն օրն էլ բան էի անում, YouTube-ն էի թերթում։ Տենց բերեց հայ ականավոր էստրադային երգչուհիներից մեկի, շատ հարգված երգչուհի, իդեպ Սիրուշայի տեսահոլովակը։ Նորմալ տեսահոլովակ էր, անունը, եթե չեմ սխալվում, Երգի սիրտ։ Ձեր խմբակցության падգամավորը, ձեր առաջնորդի որդին Լևոն Քոչարյանը, տեսահոլովակում սիրուն նկարված, շատ սիրուն ընտանեկան զույգ, ընտանեկան երջանկություն է մաղթում, անկեղծ էս բան չանեք են, բայց երբ որ գալիս տեղից կանգնում ասում եք ձեր նման երջանիկ չեք, ժողովուրդ ջան, էշի տեղ եք դնում դուք իրոք։ Այդ լուրջ եք ասում, ասենք Էգեյանցովերում կայֆերից, տեսահոլովակներում նկարվելուց, բանից հետո գալիս են ստեղ սքեմա հագնում են, սենց սքեմավորի պես, ասում ոնց եք հանդգնում մեզ ասել, որ մենք վշտի ու ցավի չգիտեմ ինչ։ Է որտեղ կեղծ եք, ժողովուրդ ջան։ Ձեր ամեն ինչը կեղծ է։ Դուք զոհերի թիվը ուռճացնում եք։ Դուք ձեր դեմքին այդ Էգեյան կայֆերից հետո գալիս եք ստեղ, չգիտեմ ինչ սքեմավորի դիմակ եք քաշում սքավորի։ Իբր դուք շատ տանջվում եք, դուք շատ կեղեքված եք, դուք մտահոգ եք, դուք հեսա կարողա չգիտեմ այդ վշտից ինչ չլնեք, բայց իրականությունը այդ չի ձեր։ Այդ չի։ Այդ չի։ Գալիս են ստեղ ասում մեր պատմական սիմվոլները դուք ուրանում եք։ Հələ կներեք էլի ժողովուրդ, այդ ձեր ազգային հայրենասիրական, պատմական հայրենիքի պահանջատիրությունը, հազար ներողություն էլի։ Խիա վերաբերվում մենակ Հայաստան-Թուրքիա սահմանից են կողմի։ Նույն լոգիկայով հարց եմ ձեզ տալի, Հայաստան-Իրան սահմանից են կողմ։ Չկա տարածք, որը մեր պատմական հայրենիքի մասը։ Չկա։ Օրինակ Ուրմիա լիճը մեր պատմական հայրենիքի մաս չի։ Բախի այդ կողմի վրա ասենք դուք պատմական նկարտումներ, պահանջատիրություն, բան տենց բան չեք ունեցել։ Որտեղ դուք ձեր հայրենասիրության մոդելի տերը չեք, դուք չեք որոշում։ Դուք չեք որոշում, դուք որ պատմական հայրենիքի համար պետք է բան անեք։ Դուք չեք որոշում, որ պատմական հայրենիքի, որ մի սիմվոլի, որ աշխարհագրական տեղանքի համար դուք պետք է տանջվեք, տվայտվեք ու բան անեք։ Դա դուք չեք որոշում։ Դա ձեր տեղը որոշել է սովետական կայսրությունը, երբ որ Սառը պատերազմի մեջ մտել ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում եւ Թուրքիայի հետ, որտեղ դուք այդքան չկաք, որ այդ որոշեք։ Դուք չեք որոշում, որ նա ձեր նույնիսկ պատմական հայրենիքի սահմանը։ Դուք նույնիսկ այդ ինքնուրույն որոշելու վիճակի չեք։ Ուր մնաց ձեր իրական հայրենիքի, ձեր իրական պետության մասին խոսակ։ Ու Սերյան Օհանյանը ասաց այն անգամ լրիվ ճիշտ է։ Իդեալական նկարագրել է մարդը առհասարակ ձեզ։ Ասում եմ, միեդի վճիռները վերաբերվում են պետությանը, մեր հետ կապ չունեն։ Այո, որովհետև դուք էլ պետության հետ կապ չունեք։ Այս մարդը պաշտպանության նախարար է եղել այդ թվականին, այդ օրերին։ Ասում եմ, միեդի վճիռը պետությանն է վերաբերվում, մեր հետ կապ չունի։ Բա այդ է, բա իհարկե պետք է տենց լինի։ Բա ինձ պաշտպանության նախարարն էլ ձեր առաջնորդի նշանակած, բա իհարկե պետք է Ռուսաստանի քաղաքացիներ օրենքի խախտումով։ Բա որտեղ այս պետությունը ձերը չի, դուք այս պետության հետ կապ չունեք։ Ասում է Տիկին Քրիստինե Վարդան ասում է, օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Ոչ մի բան։ Մի հատ կարեք ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով այդ երամիասնությամբ, այդ երագլուխ հրեշով մի հատ տենց կառավարման տարիների մի հատ բան ցույց տվեք, 12 ամիս ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել։ Ցույց տվեք 12 ամիս այդ իրեքի կառավարման տարիներին միավոր վերցրած 12 ամիս, որ մարտական պայմաններում զոհ չի եղել, ցույց տվեք։ Չեք կարա ցույց տաք։ Չեք կարա ցույց տաք, որտեղ չի եղել տես 12 ամիս։ Մենք հիմա դա ցույց ենք տալի։ Ու դրանով է նաև պայմանավորված, որ Էլնար Վարդանյանը ստեղից ասում է կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Գիտեմ, որ երջանիկ չեք։ Գիտեմ, որ այս սրա բերումով իրապես երջանիկ չեք, իրապես երջանիկ չեք, որ սահմանի զոհ չկա։ Երջանիկ չեք դուք դրանով։ Որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ որ ադրբեջանական կողմից էսկալացիա էր ելնում։ Ես անկեղծ եմ ասում, ես այտենց մարդկային ուրախություն ու ցնցանք հոգեկան, քան ձեր մոտ էր այդ օրերին։ Չեմ հիշում ու չեմ տեսել ես իմ կյանքում։ Ու դուք երջանիկ չեք այո, որ սահմանի զինվոր չի զոհվում։ Դուք երջանիկ չեք դրանով։
Բայց ես ձեզ պիտի տխրեցնեմ էլի, դուք շարունակելու եք այս հանգամանքի բերումով դժբախտ մնալ, շատ դժբախտ եք մնալու։ Բայց ձեր այս ամբողջ բանը, այս մաղձը, այս սուտի սքավորությունը, չգիտեմ, Էգեյան կայֆեր, ստեղսուկ, Էգեյան կայֆեր, ստեղսուկ, այդ ամեն ինչի մեջը, մեկը շարունակում է մնալ Վարդանիկի ասածը։ Հիմա ուզում եք թռեք օդ, իջեք ներքև, գնացեք դուրս, մի գնացեք դուրս, մնացեք ձեր տեղում նստած։ Ձեր քաղաքական ամբողջ պարադիգմա Վարդանիկը բացահայտել է։ Ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղես։ Քանի օր ասում Ժողովուրդ ջան, ձեր Վարդանիկն է, չեք դատապարտել այդ արտահայտությունը, ամեն կերպ իրան աջակցել եք, ոնց կարեցել եք, ինչ ասես արել եք, պուն, բաբշե ընտրել է քաղաքապետ։ Հիմա հարց, դուք միութենական պետության ջատագով ու կողմնակից եք, թե թրքապատակ շան տղա։ Այս երկընտրանքը մեզ չի կարող վերաբերել, որտեղ Վարդանիկը ի սկզբանե մեր համար մերժելի ու եղկելի կերպար է, բայց ինքը ձեր սարքած քաղաքապետն է։ Դուք իր ինքը ձեր, չգիտեմ, այդտեղ ինչ որ տեր բան հարաբերություն կա։ Դուք միասին եք, դուք սիմբիոզ եք, դուք բան եք, Ժողովուրդ ջան։ Մարդը կանգնում, ասում է, կամ կողմես միութենական պետությանը, կամ թրքապատակ շան տղա ես։ Մենք այդ պարադիգմից դուրս ենք, որտեղ մենք իրան ի սկզբանե ենք մերժում, իր բերանից ելած յուրաքանչյուր բան մերժում ենք։ Բայց դուք ո՞րն եք։ Դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Բոլորս գիտենք դուք ո՞րն եք։ Դուք այդ պարադիգմա առաջ քաշողն եք, դուք մյուս Վարդանիկն եք։ Որովհետև դա ձեր խնդիրը։ Դուք ինչ եք մեզ ասում թրքապատակ, դուք ինչ եք ասում թուր։ Որտեղ մենք ինչա չենք կիսում, ձեր ասած միութենական պետություն կողելու բանը Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր գոյության իմաստը քաղաքական։ Մենակ դա Հայաստանը ինչ որ մի բայ հարմարացնեք, արանքը ճղեք, կողեք միութենական պետության մեջ։ Ձեր քաղաքական գոյության իմաստը դա թռնեք վերև, իջնեք ներքև, ինչ ուզում եք անեք, մարդը բացահայտել է։ Սրանից դուք չեք կարալու փախնեք։ Ձեր Վարդանիկն է, ուղիղ տեքստով ասել է, ցանկացած անգամ երբ որ դուք ինչ որ մեկին ասում եք թուրք, դա ընդհանրապես նշանակում է մի բան։ Այդ մարդը հակադրվում է ձեր կողմից առաջ տարվող Հայաստանը միութենական պետության մեջ կողելու ծրագրին։ Դա դուք ուրիշ պատճառ չունեք ոչ մեկի ոչ մի բան ասելու։ Դուք ընդհանրապես ուրիշ բան չունեք։ Նորից եմ ասում, Ժողովուրդ ջան, եթե դուք իրապես պատմական Հայաստանի ու պատմական հայրենատիրության, հայրենապահանջության ջատագովներն եք, Հայաստան իրան սահմանից ենկում տարածքային պահանջի չունեք։ Որտեվ չեք կարող ունենալ, դուք այդքան չկաք որ ունենալ, որովհետև դա դուք չեք որոշում, դուք որտեղից պետք է հայրենիք պահանջեք։ Դա ձեր տեղը, չեկա KPSS-ի բանում, ամեն ինչը շատ սիրուն գրել, որոշել տվել են ձեր ձեռը։ Դուք բան եք անում, տենց, այդ ամեն ինչ ընդամենը կրում եք, այդ ամեն ինչով աշխատում եք ընդամենը ձեզ եկած դիրեկտիվներով։ Դուք ինքնուրույն քաղաքական ուժ չեք, դուք քաղաքական միավոր չեք։ Շնորհակալություն։ Քրիստինա Վարդանյանի կարդացել եք Քոչարյանի Արյունոտ 10-ամյակը գիրքը։ Ձեր Երևան քաղաքի ավականու 3-րդ համարի հեղինակած գիրքն է, կարդացեք։ Խոսում եք Քոչարյանի ժամանակվա զոհերի թվի մասին։ Այդ թվի մեջ ներառել եք հոկտեմբերի 27-ի զոհերը, այդ թվի մեջ ներառել եք մարտի 1-ի զոհերը, այդ թվի մեջ ներառել եք ձեր կուսակցական Պողոս Պողոսյանին։ Հա, այդ 90 քանիս թիվ ասեցիք։ Այդ 92-ի մեջ է, թե չէ։ Եկեք կամ ստեղ ժողովրդավարությունից եք խոսում։ Հենց նոր մարտի 1-ի մասին խոսեցի։ Դա ժողովրդավարության, ձեր առաջին համարի ժողովրդավարության բանն է, անձնագիրն է։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այստեղ եկել եք տարբեր ՀԿ-ների հեղինակությունից եք խոսում, ցեղասպանության ձեր բերած այդ հայտարարության տեքստի ժամանակ։ Բա միեդի վիճերներից չեք ուզում խոսել։ Միեդի որոշումներից, արձանագրումներից չեք ուզում խոսել։ Բա միեդը արձանագրեց։ Ասեց 2008 թվականին պետությունն է սպանել։ Այդ ժամանակ պետության առաջին գլուխնով էր ձեր սիրելի առաջին համարը, որը ի դեպ այդպես էլ չդարձավ ձեր կուսակցական, այդքան լավ կուսակցություն եք, բայց ձեր կնքահայրն է ի դեպ։ Երեք ամբողջ օրը այդպես ստացվեց, որ նվիրվեց կանանց դերի առաջ խաղացմանը մեր քննարկումը, եւ գիտեք երբ է կանանց առաջ խաղացման այդ ամբողջ բովանդակությունը պղծվում, երբ որ ինչ-որ կին քաղաքական գործիչ գալիս է ու կանգնում է այստեղ բացարձակ ստեր է խոսում։ Օրինակ ինչ-որ կին կանգնում ասում է, որ օրինակ մեր ԱՄՆ դեսպանը տապալել է, բայց մարդը ձեր բաների թիմակիցների բնորոշած բանը չի, խորը անասունը չի։ Ինքը գիտակցում է, տեսնում է եւ ինքնուրույն կարողանում է հասկանալ, դա տապալած քաղաքականություն է, թե չէ։ Երբ որ ինչ-որ մի կին գալիս կանգնում է ու ասում է, որ մեր արտաքին գործերի նախարարը տապալել է ամեն ինչ։ Գալիս կանգնում ու ասում է, որ պաշտպանության նախարարը տապալել է ամեն ինչ, բայց ինքնուրույն նայում է ու այդ տարբերությունը տեսնում է։ Կամ Տիկին Գալստյանի դեպ դուք երևի այս դահլիճի ամենափորձառու կինն եք, քաղաքական գործիչ, եւ ես չեմ պատկերացնում, որ դուք չեք գիտակցում։ Ուղղակի միամիտ է ստացվում, որ գալիս եք ու այս ամբիոնից ադրբեջանական նարատիվներ եք խոսում։ Ամբողջ ձեր ելույթը ծայրից ծայր Ադրբեջանի քարոզչություններ։ Դրա համար ասում եք այսպես կոչված խաղաղություն, բայց Զանգեզուրի միջանցք։
Այսպես կոչված խաղաղություն, բայց ձեր թիմակիցը տեղանք որպես բնորոշում էր Արևմտյան Ադրբեջան։ Կամ դարակազմիկ խաղաղության փլուզում, բայց Ալիևի ելույթի ցիտում եւ այլն։ Ես չեմ հավատում, որ դուք միամիտ ստացվում։ Դա ուղիղ ադրբեջանական նարատիվների հրապարակում էր 10 րոպեանոց այս ամբիոնից։ Ու դրա մասին ճիշտ կլինի, որ այլ քաղաքական գործիչներ հատկապես արձանագրեն, որպեսզի կանանց դերի առաջ խաղացումը չփղծվի Հայաստանում այդ քաղաքականությունը։ Կամ ասում եք Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Կամ Տիկին Աննա Գրիգորյան ասում եք, եթե բան չես, ընդդիմադիր ես, հետապնդվում ես։ Դուք բավարար ընդդիմադիր չեք։ Դուք բացարձակ ընդդիմադիր չեք։ Երևի դա նրանից է, որ ինչ որ մի փուլում եղել եք մեր կուսակցության, չգիտեմ որ երրորդ համարը։ Այստեղ երրորդն եք կարծեմ։ Դուք բավարար ընդդիմադիր չեք ու ձեր ֆրակցիայում նստած այն падգամավորները, որոնք չեն հետապնդվում, բավարար ընդդիմադիր չեն։ Կարելի է դրանից բան անել, եզրակացություն անել։ Բայց այս անգամ Գառնիկ Դանիելյանի ելույթից ճիշտ ասած հիասթափված եմ, որովհետև ես ավելին էի սպասում, մի պահ արդեն չէի կարողանում լսել, միակ արձանագրումն ուզում եմ անել, որ ձեր մեքենան տարեք մի հատ նայողի մոտ, արգելակները թող ստուգեն, դրա մեջ ինչ որ մեղադրանքներ փնտրելուց առաջ։ Մեկ էլ այդ որ գալիս եք մեզ մեղադրում եք, որ մենք ձեզ մեղադրում ենք, որ ձեր պաշտպանյալ Գյումրիում ձեր հավաքական ընդդիմադիր առաջին համարի չեք քննադատում, մեզ մի քննադատեք։ Մի հատ ամեն ինչին արձագանքում եք, մի հատ արձագանքեք, բայց չեք տեսնում ինչ է խոսում։ Բայց չեք տեսնում, որ ասում է կամ միութենական պետություն, կամ թուրքահապատակ շանդաղա։ Դա մեզ չի վերաբերում։ Դա վերաբերում է իրեն, ընտրած մարդկանց։ Այն մարդիկ, որոնք չեն ընտրել Վարդանիկ, չեն աջակցել Վարդանիկին, այս երկխոսությունից դուրս են։ Դա ձեր ինտիմն է, այսպես ասած։ Ձեր եւ Վարդանիկի խոսակցությունն է։ Ու եթե չեք արձագանքում, ուրեմն լուր համաձայն եք, միայն այս կարող եմ ասել։ Մեկ էլ բանը, ինչ վերաբերում է Քրիստինե Վարդանյանի ասած պետականության դեմ ինչ որ գործողությունների, դրա նաև լավագույն ցուցիչը, լավագույն ապացույցը ձեր 004 շրջաբերականն է, որի հետ կապված ձեր ֆրակցիայի քարտուղարը հանրայինի եթերում բարձ ասաց, որ դա կա, այնտեղ որոշ բաներ, բայց ամբողջությամբ ներկայացված չէ։ Այսքանը։ Ուրեմն Տիկին Վարդանյանը դեմելով ինձ ասաց, որ այս հարցերին կպատասխանեք Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության մասով, ես իրականում կպատասխանեմ, որպես քաղաքական ելույթ, քաղաքական կպատասխանեմ, օրինակ Տիկին Վարդանյանին ես կուզեմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որտեղ մեղրին Հայաստանի Հանրապետությանն է։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետեւ չի դարձել ինչ որ երկրի ծայրագավառ։ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգային ճանաչված սահմաններ։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմաններին, որ ասում եք զոհեր տարի կես 2 տարի զոհ չի լինում, ես մի բան ասեմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է խաղաղության եւ հասկանում եմ նաեւ ընդդիմության շաքարի բարձրացումը, բայց ինսուլին տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը վստահաբար ձեզ չի տալիս։ Այս այդ մասով։ Ես ուզում եմ մի երկու բան ասել երեկվա այստեղ հնչած մտքերից, բայց մինչ այդ ասելս մի երկու ֆրազա կուզեմ հիշել, մեր մեծերն էին ասում մեկի երեսին թքում ես, մտածում Վարդավառի անձրևն է, կամ աղվեսը նստում մաշած քոքով ծառի տակ, հովին գիտի իր պոչի հովնան, բայց այս մասով։ Երեք ինձ ճիշտ ասած անդրադարձել էր Ոմն Աշոտյան, ես ուզում եմ պարոն Սերժիկին ասել, որ կանչի մոտդ քո փայլուն բաներին, բացատրի եւ հետո Աշոտյան արա թող գնան, թե որ մենք ձեր ժամանակել կոնկրետ ես պայքարել եմ ու այնպես չի եղել, որ ոմաս նման սողացել եմ, պայքարել եմ այն ժամանակ կար մի դրվագ, որ Երևանում հանրահավաք է լինում, դուրս էի գալիս տրից դեն մի ոստիկաններ կանգնած ժպտալով նայում են դեմքից, ասում լավ տղեկ եկեք այդ հանք մինչև հանրահավաքը կավարտվի, այսինքն իրանք այդ բանը բերում հրամցնում են։ Հա, հիմա ասենք բուն թեմային Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարգելի անդամ, ես մի անդամի տեխնացու ուզում եմ մի բանի վրա մենք ուշադրություն դարձնենք։ Օրինակ դուք պատկերացնում եք, չէ՞, ուզում եմ այս հարցին որ գաք, եթե նպատակահարմար գտնեք, պատասխանեք։ Օրինակ մեկը ծակ կոշիկներով գա ինչ-որ տեղ 200,000 դրամանոց դրամ ստանա աշխատավարձ, 4 տարի հետո դառնա միլիարդատեր, դա կաշառքա թե չէ։ Օրինակ ես կուզեմ այստեղ մի խնդիր միասին լուծենք, ես ասում եմ, որ մի կուսակցությունը, խմբակցությունը ընտրություններին փողա բաժանել, ստոր շանտղա է, եթե վստահ եմ ընդդիմությունն էլ է դրա հետ համաձայն, ժողովուրդը իրանք էլ որ ասեն, ժողովրդի հետ մի հատ այս խնդիրը լուծենք, հասկանանք, ժողովուրդը հասկանան այդպես բան եղել է, թե չի եղել, բայց ինչ վերաբերում հակներ եք, այստեղ միտք հնչեց, որ ինչ որ ես պայքարում եմ կուսակցության դեմ, չգիտեմ ինչ, ես որ այդ կուսակցության դեմ անկեղծ ասած ազնապես չեմ պայքարում ու
կոնկրետ չեմ թիրախավորում ինչ-որ կուսակցություն, եթե ինչ-որ հարց լինում է համեմատական տանելու մեր եւ ընդդիմության կամ խորհրդարանական ընդդիմության կամ արտախորհրդարանական ընդդիմության, ես ասում եմ այն ինչ որ մտածում եմ ու իմ կյանքում ընդհանրապես ես ասում եմ այն ինչ որ մտածում եմ։ Հիմա ես մի հատ բան եմ ուզում ստեղից ասել, ով ինչ ցանկանում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, Աստված տա իրիկունն էթա իր տունը տենա։ Լավ բանա ցանկանում, էթա լավ բան տենա, վատ բանա ցանկանում, էթա վատ բան տենա։ Ասում է բանը Առաջնորդի բառապաշարից են այստեղ խոսում, ճիշտ ասած հպարտ եմ, որ իմ առաջնորդը, քաղաքական առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով ունի հարուստ բառապաշար, բայց օրինակ ցավում եմ, որ ընդդիմությունը օրինակ պատկերացնում եք իրենց քաղաքական առաջնորդից բառապաշար վերցրի ու գայ Սամբյոնից խոսի։ Ես անկեղծ եմ ասում, եթե մի 2-3% էլ հանրությունն հասարակությունը ուզում է իրենց ընտրել, էդ էլ չի ընտրի։ Ասում բանը, հա, պարոն Սերժիկին ուզում ասել հանրապետականի, ասենք, որ այդ տեքստը տալիս ես մարդկանց, ասում ես գնացեք այնտեղից կարդացեք, այստեղ 10 րոպե ժամանակ ունեն, գոնե տեքստը մի քիչ մեծ ու շատ գրեք, որ այդ ժամանակի մեջ էլ տեղավորեն, որ իրենց քաղաքական խոսն էլ այնպես լինի, կամ գոնե ասեք մի երկու բառ էլ ձեզանից ասեք, թե չէ քաղաքական կշիռից են խոսում, քաշից են խոսում, ախր այն ժամանակ, որ դու իշխանության էիք հանրապետականներ, ես այդ ժամանակ էլ քաշու կշիռ ունեի, այն որ ձեզ 2015 թվականին ձեր 13 տեխնացուի նորատուցում հաղթում էի, ես այդ կշիռն ունեի, գնացեք ոնց ուզում եք մտածեք։ Հենց է հաղթում, որ օրինակ ձեր տեխնացուներից մեկը ձեզ պաշտպանող մարդկանցով տեխնացուի հետս 5 ձեներ տարել եկել հետս ավականներ նստել։ Ես ասես կասեմ։ Իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիային ու կոռուպցիայի հանձնաժողովին, ես ուզում եմ ասել, որ մենակ ճիշտ անդիմություն ասում մենակ մեզ եք ստուգում, ուզում եմ որ մեզ էլ ստուգեք։ Մեզ, մեր հարևան, մեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին, չգիտեմ, տեսեք ով մեր հետ փող կապակցված է։ Տեսեք, այս ընթացքում հարստացել եք, թե չէ։ Ու բանը, ասենք, հա, էլի կամ կասեմ հանրապետական ասում բանը, քաղաքական կշիռ, քաղաքական կշիռ ունեիք, ինչքան քաղաքական մորքուր, հորքուր, քերուկնի, կարեկակ, միացակ, իրար հետ խփվակ հազի մի քանի տոկոս զայն հավաքի կնել մեր ընդունած օրենքով են, որ շեմն էինք ցածրացրել, եկաք հայտնվակ ստեղ, հիմա եկել եք ստեղ քաղաքական կշիռից եք խոսում։ Արգելին դիմադիր գործընկերներ։ Ճիշտ ասած, իմ այստեղ ելույթ ունենալը այն մարդիկ, որոնք բան են անում, թե վիրավորական է էսա այնա, ես ասում եմ իմ ելույթն այստեղ համարժեք է։ Եթե տեղի ունենում քաղաքական ելույթ, որից մեկը իրեն թույլ չի տա, որից մեկին վիրավորի։ Բայց եթե տեղի ունենում վիրավորանքների մի շարք, միանշանակ պետք է համապատասխան արձագանք ստանա։ Ասում եմ բանը ընտրությունները, ասում եմ որ մենք իմպիչմենտ հայտարարենք, գնանք ընտրությունների, ես ինչ համաձայնության կառավարություն ձևավորենք, չգիտեմ, էս անենք, այն անենք, ուսենց հայտարարում են ու գալու են լսումների դուրսը մի 100 մարդ, չգիտեմ, ոնց խափել բերել են այդ 100 մարդին, ուզում են 5% ձայն հավաքած ֆրակցիան իմպիչմենտ հայտարարի։ Այս ժողովուրդ 7 ամիս է մնացել, այդքան ընտրությունների կտենանք։ Իսկ ինչ վերաբերում թե ես իբրև թե պայքարում եմ դաշնակցության դեմ, անկեղծ ասած չէ, ժողովուրդն են պաշտպանում, իսկ ինչ ժողովուրդն են ուղղորդել այստեղ, շնորհակալություն։ Ես այսպես թե այնպես իմ ելույթը պիտի նվիրեի Տիկին Վարդանյանին եւ իրպես մտածող մարդկանց, գիտեք, Տիկին Վարդանյան, ես արդեն 7 տարի է ես падգամավոր եմ, այս հատվածում շատ մարդկանց եմ այնտեղից ուշադիր դիտարկում, ոնց են խոսում, ոնց են իրանց պահում, տարբեր են լինում մարդիկ, հա, տենց կան, որ ուղղակի դիտավորյալ աշխատանքը անում են, ու ես միշտ փորձում հասկանամ մարդը, որ խոսում է, ինքը հավատում է այդ խոսածածին, թե չէ, ձեր դեպքում ինձ թվում է հավատում եք, բայց ես այնքան կուզենամ, որ դուք այնքան կուզենամ, ես անկեղծ էլի, ունակ լինեք լսել դիմացինին, ասենք, եւ կարծիք փոխել այն հավատամքի վերաբերյալ, որ դուք ունեք, իսկ ձեր հավատամքը դա դոգմա է ձեր մեջ։ Ցանցած անգամ դաշնակցությունը համատեցի արխետիպի հետ, բայց էլի մտածել եմ շատ, ուսումնասիրել եմ այս իրեք շաբաթում, ինչ-որ կանոնական էլեմենտներ եմ հայտնաբերել դաշնակցականության մեջ, կանոնականության, այսինքն դոգմատիկ, դոգմա է, վերջ, չէ՞, ասենք հարց եք տալիս, ասում եք ձեր նպատակը դաշնակցականության դեմ պայքարելն է, կամ ձեզ ընտրել են դաշնակցականության դեմ պայքարելն, ես տեղից ասում եմ այո, ասում եք հա դուք եք ադրբեջանցիներ, այսինքն ձեր մտքում հասկանում եք դա Չէ, կլանում ոնց է, չար բարի, չէ, չար բաները վատն են, բարի բաները լավն են, մենք աղոթում ենք բարի, լավ, Աստծուն, չար բաներից մեզ պահի, ասա, դոգմատիկ էլի, դա էլ է աշխարհընկալման ձև է ու ոչ վատ ձև է, որոշակի իրավիճակներում, բայց քաղաքականության մեջ, այսինքն նախ մեզ ընտրել է հայ ժողովուրդը, ինչ կապ ունի թույլ, այսինքն այո, ես դες կարող եմ հավաստիացնել, որ մեզ ընտրած 680,000 քաղաքացիների 90 եւ ավել տոկոսը մեզ ընտրել է որպես այլընտրանքային գաղափարախոսություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի կյանքում վերջին 135 տարիների ընթացքում դերիշխող եւ մոնոպոլիա հաստատած դաշնակցականության մեզ դրան բան են ընտրել, որտեղ մենք առաջարկում ենք այլընտրանք։ Ինչ է դաշնակցականությունը, եթե փորձենք մի քիչ բան անենք, էլի արխետիպից գանք դեպի բան, մի քիչ ձևակերպենք, հա։ Դաշնակցականությունը մտասևեռվածություն է։ Եկին ասեմ, դա մտասևեռվածություն է։ Դաշնակցականությունը
ցավի իմպուլսա, որտեղ ռացիոնալ խոսքը, տեսեք, ես տեղից բան ասացի, դուք իմ ռացիոնալ խոսքը, ռացիոնալ բան, չէ՞, դուք մեզ բան։ Մեզ ընտրել են որպես դաշնակցականությունը, այլընտրանք գաղափարախոսը, դուք ասում եք դե թուրքերն ու ադրբեջանցիներն, չէ, հայ ժողովուրդն է, մեզ ընտրել։ Ինչ է դաշնակցականությունը։ Դաշնակցականությունը մարդուն կարոտի մեջ պահող գաղափարախոսություն է։ Կարոտի մեջ պահող, կարոտ։ Աշխատանքից կտրող, ծուլացնող, թուլացնող, խեղճացնող գաղափարախոսություն է։ Դու նստիր այստեղ, դու կարոտի, դու երազի։ Երազելը վատ չի, բայց դու միայն երազի, ոչ թե երազի պլան կազմի եւ հասի քո երազանքներին։ Դու երազի ի սկզբանե դիր անիրականանալի նպատակ։ Ի սկզբանե, երբ որ նույնիսկ գիտես որ դա անիրականանալի է, դիր հորինի միֆեր, այնօր ես նայում եմ բանը, ձեր բանավեճն եմ նայում Տիկին Հակոբյանի հետ, այդ մի կտոր է կտրած դերացել, ոնց որ դաշնակցության էջներ էր տարածել, հապարտ ասում եք, դուք ուզում եք մեր 5000-ամյա սիմվոլ Արարատ լեռը մեզանից պոկեք եւ այլ։ Տիկին Վարդանյան, դուք ասենք տարական բաներ չգիտեք, էլի։ Դուք 5000 տարի պատկերացնում եք ինչքան շատ է մարդկության պատմության տեսանկյունից։ 5000 տարի առաջ դեռ առաջին բուրգը սալքած չէր։ Մարդկության ամենահին կառույցներից մեկը, ամենաերկարակյաց կառույցներից մեկը։ Առաջին բուրգը դեռ չկար։ Դեռ մարդիկ նոր էին սկսում գրել սեպագրով, նոր էին սեպագիրը հայտնաբերել, մի 300 տարի է ինչ հայտնա պատմության տեսանկյունից դա նոր է, էլի համարվում մարդկության պատմության։ Իսկ ես հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի ժամանակ արդեն սեպագիրը չէին կարողանում կարդալ։ Հասկանում եք, ինչ ժամանակային հեռավորությունից ենք խոսում։ Այսօր աշխարհում Տիկին Վարդանյան 5000 տարվա անընդհատ ժառանգականությամբ մշակույթ, քաղաքակրթություն գոյություն չունի։ Այն որը կար կամ մահացել են չկան, այն որը որ 5000 տարի առաջ ստեղծվել է, ինչ որ փուլում վերացել են չկան, այն որը որ կա, լավագույն են ամենահին ապրող, շարունակական, ժառանգական շարունակվող մշակույթները մենք կարող ենք գնահատել որպես լավագույն դեպքում 3000 տարվա շարունակական ժառանգականություն ունեցող։ Դե իհարկե վիճելի եմ անում, բայց վիճելի եմ անում, որ խոսանք այս մասին։ Տիկին Վարդանյանի համար կարող ենք դա երկարաձգել մինչև 4000 տարի։ 4000 տարուց, հատուկ, եթե չէ, որովհետև այնտեղ շատ չէ, բան Խաչատրյան չեմ կարող ձգել, որովհետև մեր թվարկությունից առաջ 18-րդ դարում շատ կարևոր գլոբալ համաշխարհային շարժեր են տեղի ունեցել, որ այդ հին աշխարհը մաքրել տարել է եւ լրին նոր աշխարհակարգը հաստատել այն ժամանակվա անկանոններով։ 5000-ի չեմ կարող հասնել, ես չեմ կարող հորինել նման բաներ։ Խոսում եք կարդալուց։ Իսկ դուք կարդացել եք Լեոյի Թուրքիայի հեղափոխության գաղափարաբանությունը։ Կարդացել եք։ Տեսել եք ձեզ ինչ օրինակ գցում։ Ձեզ դաշնակցությանը։ Բախի չեք ասում այդ մասին։ Տեսել եք, որ ձեզ ուղղակիորեն մեղադրում է արտաքին կառավարման տակ գտնվելու համար։ Տեսել եք։ Ուղիղ մեղադրում է ձեզ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին մեզ պատուհասած աղետների մեջ։ Ուղղակիորեն ձեզ է մեղադրում։ Հա, բայց մենք ով Լեոն չենք, Լեոն ինձ թվում է անառարկելի հեղինակություն է, չէ՞։ Ասում եք ինչի ազգաբանի ամակյանբյոնից ինչի կարճ գերի բառը չի ասում, Տիկին Վարդանյան, որովհետև կարճ գերի բառը ունի մեկ նշանակություն, որը իր մեջ չի ներառում բոլոր պահվող անձանց։ Ռազմագերին դա կարգավիճակ է։ Ոչ բոլոր պահվող անձինք են, որ ունեն ռազմագերի կարգավիճակ, որտեղ երբ որ ասում ես գերի, դա կարող է նշանակի այսքանից այսքանը։ Օրինակ 23-ից 20-ը կամ 19-ը, չգիտեմ որ ունեն։ Իսկ այլ պահվող անձինք, ընդհանրապես պահվող անձինք, նշանակում է բոլոր պահվող անձինք, ձերբակալվածներ, կալանավորվածներ, գերիներ, ռազմագերիներ, դա կարգավիճակ է։ Ինչ եք ընկել բանի մեջ, բոլորը պետք է դա ներառում է իր մեջ։ Տիկին Աննա Գրիգորյան, եկեք ստեղ ասում ինչի Արաբիայի համար մոնոպոլիա չեք սահմանել։ Փաստացի։ Կամ էլ թե Արաբիայի տնօրենը ասում է, թե վարչապետին գրելա, թե ինչի մյուս հայկական ավիաընկերությունների մուտքը չեք կանխել, որ մենք կարողանանք ձայնագրությունը կա երկրորդ կետով, թե երրորդ կետով ձեր կարդացած նամակի է դա ասում։ Մենք, այսինքն Հայաստանի կառավարությունը խոստացել է, որ պետք է հայկական ավիաընկերությունների մուտքը շուկա կանխի, ինչա թե մյուս ավիաընկերությունը գերիշխող դիտի։ Նման բան է խոստացել։ Ես չեմ հավատում, որ Հայաստանի կառավարությունը կամ որևէ լիազորություն ունեցող մարդ նման բան խոստացած լինի։ Իսկ այսօր որ քանի ավիաընկերություն աշխատում, Հայաստանի դրոշով քանի կան այսօր 6-7 ինքնաթիռներ ունեցող ավիաընկերություններ, դա չեք նկատում դու։ Այսօր որ բանը Հայաստանը դարձել է քանի տարեկան քանի թռիչքա լինում, օրական քանի թռիչքա, հերթեր են, օդակայանում եղած կլինեք։ Արդեն բան են ձևը, արդեն բան է տրանսֆերային թռիչքների համար առանձին գծեր են, ընդ սահմանել բան, որ մենք չենք տեսել, դա չեք տեսնում։ Այո, հարգելի հայրենակիցներ, մեզ ընտրել են դաշնակցականության դեմ, այո, դաշնակցականության դեմ պայքարելու համար, որովհետև դաշնակցականությունը դեմ է ազգային պետություն ունենալու գաղափարին։ Դաշնակցականությունը չի ցանկանում ունենալ հայկական ազգային պետականություն։ Դաշնակցությունը ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը սարքի պլած դարմ,
այլ նպատակներ իրականացնելու համար։ Դաշնակցության համար Հայաստանի Հանրապետությունը միջոց է եւ ոչ թե նպատակ։ Սա է տարբերությունը։ Ձեր համար Հայաստանի Հանրապետությունը միջոց է, միջոց, գործիք։ Այլ նպատակների հասնելու համար։ Մեր համար Հայաստանի Հանրապետությունը նպատակ է, ուզում ենք գնում ենք, հասնում ենք, ավելի լավն ենք դարձնում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք պլազդարն չենք կառուցում այլ նպատակների հասնելու համար եւ համոզված եղեք, այդ որ ասում եք եղբայրական Իրանի հետ, եղբայրական Վրաստանի հետ։ Հիմա ասեմ այս ամբիոնից։ Ասեմ, որ դուք չգիտեք, որ 80-ականների վերջին դաշնակցականությունը լրջորեն քննարկել է նաեւ Վրաստանի պահանջներ ներկայացնելու հարցը։ Չեք քննարկել։ Քննարկել եք։ Ես գիտեմ, որ քննարկել եք։ Լրջորեն քննարկել եք 80-ականների վերջին։ Վրաստանին պահանջ ներկայացնեք, թե չներկայացնեք։ Լավ է, Փառք Աստծո, եկեք հերքեք, պարոն Մինասյան։ Եկեք ասեք դուք հաստատ կիմանաք։ Եկեք ասեք, որ նման գաղափար ընդհանրապես չի եղել, ընդհանրապես եղբայրական ժողովուրդն է ու վերջ։ Քննարկել եք, Փառք Աստծո, դա չի անցել, դա մերժվել է այդ տարբերակը։ Մեզ այդ դաշտ չեք տալել։ Զարմանալի չի։ Կարել նման բան քննարկել, կարել հաստատվել, եթե Լեոյի ասած մարդիկ մինչև վերջ գնային այդ ճանապարհով, ուղղակի Լեոյի ասած մարդկանց եւ 19-րդ դարի վերջի Լեոյի ասած մարդկանց եւ մեր ժամանակների Լեոյի ասած մարդկանց այդ բաների Լաբանով Ռոստովսկիների նպատակները մի քիչ այլ լինեին։ Այսքան էս բանին վերջ չէ, բանը, սա սկիզբն է, սա վերջը չի, սա դեռ սկիզբն է։ Սա 4-րդ հանրապետության սկիզբն է եւ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կդադարի հետ նայելով, հետ քայլելու անընդհատ ոտքը քարին խփելով ընկնելը։ Կպտտվի ու կնայի առաջ, ու կքայլի առաջ, էլի սխալներով, ճիշտ քայլերով, բայց միայն կքայլի առաջ եւ կհետեւի իր նպատակներին։ Եվ ոչ թե ուրիշների կողմից մեր մեջ դրված նպատակներին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես պիտի արձագանքեմ մի շարք ելույթների, որոնք հնչեցին այս ամբիոնից, բայց իհարկե կարմիր թելով անցնում է ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի էլի տորպեդահարումը, եւ իսկապես շատ ցցուն է էլի այդ դրսևորումը, պարոն Մինասյան, որ կոնկրետ շատ հստակ ծրագրված կերպով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Եվ հնարավոր չի չնկատել այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում եւ տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում։ Բայց երբ որ մենք ձեզ գալիս եւ ասում ենք, որ դուք դրական օրակարգերի թշնամին եք, եւ ասում ենք, որ դուք Հայաստանում ցանկացած դրական օրակարգ բան եք անում, փորձում եք նսեմացնել, ասում եք, չէ, նեղանում եք եւ այլն, բայց իրականում տենց է ժողովուրդ։ Տպավորությունն է, ոնց որ այն որ վամպիրներին բանը լույս անգնում վրները բան են անում, չէ՞, սկսում են այսահարվել, բայց խաղաղություն բառն է։ Լույսի պես հենց ընկնում անդիմության վրա, անդիմությունը այսահարվում է։ Հենց խաղաղություն բառը ասում ես, խաղաղություն բառը հենց ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում այդ խաղաղություն բառից։ Բանը ու այն աստիճան, որ նույնիսկ արդեն առանց բանի, այսպես ներքին դիսկոմֆորտի եք դուք Հայաստանին սկսում մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։ Լիլիթ Գալստյանն ասում է, որ ձեր քաղաքականության արդյունքում Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Ձեր 3 նախագահները, որոնց որ դուք համարում եք հաղթած նախագահներ, 3-ն էլ Հայաստանի դեմ ըստ էության սուտ մատնություն են արել։ Չէ, գուցե ձեր պարոն Նազարյան։ 3 Հայաստանի Հանրապետության 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, սուտ մատնություն են կատարել Հայաստանի Հանրապետության դեմ, 3-ն էլ ըստ էության մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը պատերազմ սկսելու մեջ։ Ինչ ասա, ժողովուրդ։ Եվ դուք հետո գալիս եք ասում եք մեր 3 հաղթած նախագահները։ Ո՞նց կարող են հաղթող նախագահները, հաղթած նախագահները Հայաստանի Հանրապետությանը մեղադրեն պատերազմ սկսելու մեջ եւ սուտ մատնություն իրականացնեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Կամ բանը, պարոն Մինասյան, նաեւ դուք կարծեմ ասացիք, որ ասում եք լավ է, որ դաշնակցության մասին խոսում եք, դաշնակցությանը բան եք անում վերլուծում, իհարկե, որովհետեւ բազմաթիվ անգամ ասել ենք, որ հայ քաղաքական մտքի մեջ վերջին 100-ամյակի ընթացքում դոմինանտը եղել է դաշնակցականությունը։ Եվ ես անձամբ նաև մի քիչ ուրիշ բառապաշարով միշտ ասել եմ, որ դա այսօրվա իրականության մեջ 21-րդ դարում 2025 թվականին դա քաղաքական հայդուկություն է, եւ դուք միշտ ասում եք ղեք ասում եւ այլն, բայց նայեք, ախր պրոբլեմն է, որ դա պրոբլեմը գիտեք որն է, որ դաշնակցության այդ ավանդական ընկալումը, որը որ դուք չեք փորձում մի քիչ բան անել, ինքնահայեցման միջոցով update անել։ Այդ ավանդական ընկալման մեջ կոնֆլիկտը պետք է հասկանում եք, կոնֆլիկտը անհրաժեշտություն է, որովհետեւ պիտի լինի կոնֆլիկտ, որի պայմաններում դու ազատագրվես անընդհատ։ Պիտի դու լինես կապանքների մեջ, որպեսզի դու ազատագրման հավերժական փնտրտուքի եւ պայքարի մեջ լինես։ Հենց որ դու ասում եք, որ վերջ, այլևս խաղաղություն է, ձեր ինքնությունը փլվում է, պարոն Մինասյան։ Այդ է խնդրեմը, որ դուք ասում եք դուք մեզանից գողանում եք մեր ինքնությունը, ստացվում է, որ խաղաղությունը ձեզանից գողանում է ձեր ինքնությունը, որովհետեւ ձեր ինքնությունը կոնֆլիկտն է։ Որովհետեւ հենց այդ եմ ասում, որ դուք հիմա գալիս եք 2025 թվականին սուրը ճոճելով խաղաղության դեմ կռիվ եք տալի եւ դա քաղաքական հայդուկության վառ օրինակ է։
Ձեր սուրը դրեք Պայծյանը, պարոն Մինասյան, այլևս ձեր կռիվն ավարտված է։ Ձեր կռիվը եթե անգամ ունեցել եք, եղել է ուրիշ ժամանակներ, ուրիշ իշխանությունների դեմ, բայց նույնիսկ դաշնակցության դասականներն են ընդունել, որ այնուամենայնիվ պետք է գնալ ինքնահայեցման ճանապարհով։ Ես օրեր առաջ Քաջազնունու հայտնի գրքից մեջբերում արեցի։ Դաշնակցությունն այլևս անելիք չունի։ Դուք ընդհանրապես միշտ սիրում եք կարդալուց խոսալ պատմական գրականությունից, բայց այսպես հնարամտորեն շրջանցում եք Քաջազնունուն, հնարամտորեն շրջանցում եք նույն Լեոին, խիղճ շրջանցում։ Բայց խի դուք ինքնահայեցման այդ բանը չեք, ջանքը չեք գործադրում, պարոն Մինասյան եւ հարգելի դաշնակցականներ, մյուսներին էլ աղողված, ուղղակի ամենաագրեսիվները այստեղ նստած չեն, զարմանալի է։ Ինչի չեն այստեղ նստած։ Այսինքն խնդրեմը գիտեք, որ նա դաշնակցականության կոնտեքստում ձեր ինքնությունը ինքնաբավ չի, այսինքն պիտի լինի միշտ մեկը, որի դեմ դու անպայման պիտի մղես ինչ-որ մի կռիվ, ցանկալի է այդ կռիվը լինի անհեռանկարային, ցանկալի է որքան հնարավոր է դա լինի պատմական, դեպի անցյալ ուղղված, որ չլինի չափելի, հասկանալի, որպեսզի հավերժ հնարավոր լինի գնալ մարդկանց ասել, գիտեք, մեր ընդհանուր ազատագրության համար այսքան փող է պետք։ Որ գնանք զենք առնենք, որ գնանք կամավորական ջոկատներ առնենք, որ գնանք գույք առնենք, որ գնանք ելը գիտե ասվեց։ Մի հատ խնդրում եմ արձագանքեք։ Դուք հայտարարագրում ձեզ ներկայացրել եք, որ ընդամենը 1 միլիոն թե 1.5 միլիոնի նվիրատվություն եք ստացել բնամթերքով։ Եվ միևնույն ժամանակ ունեք 70 քանի հատ գույք, որը սպասարկում եք։ Մի հատ կարակ դրանց։ Չէ, դուք անձամբ չէ։ Խոսքը բանի մասն է, դաշնակցության մասին է։ Խոսքը դաշնակցության մասին է, պարոն Մինասյան։ Մի հատ կարձագանքեք դրան, հարգելի գործընկերներ։ Մի հատ կարձագանքեք դրան, որովհետև դա լրջագույն հատկապես երբ որ դուք քննադատում եք մեզ, մեր նվիրատուների եւ այլն իմաստով, շատ լավ, մի հատ անպայման բան արեք։ Կամ երեք քննարկվեց դրա մասին եւ վարչապետը այդ մասին ասաց։ Բա որ մեզ ասում եք, բան եք անում, խոսում եք մեր համաժողովի մասին, ով էր ասում 1.5 ժամանոց համաժողով, ով էր ասում 1.5 ժամը ոնց կարող համաժողով լինի։ Հա՞։ Մեր գեղամանուկ ասում ոնց կարող, նախ 1.5 ժամ չի եղել։ Ժամը 9-ից սկսել է բանը, գրանցումը, բայց բացի դրանից ժողովուրդ ջան 50 օր քարոզարշավ ա եղել 50 օր քարոզարշավ ես օրինակ մտածում եմ առաջարկ ներկայացնեմ մի քիչ կրճատել այդ քարոզարշավի ժամկետը որովհետև դա հյուծիչ է 50 օր քարոզարշավ ենք մենք արել ամբողջ հանրապետությունում գնալով մեր ընտրական տեղամասեր եւ այլն հետո բուն process-ը բացի քվեարկությունից բնականաբար որը պիտի լինի գախնի նկարահանվել է լրագրողներ են մշտապես եղել այնտեղ հիմա ես ուզում եմ ասեմ դաշնակցությունը վերջին անգամ կամ ընդհանրապես երբևէ նման թափանցիկ ընտրական գործընթաց կազմակերպելա թե չի կազմակերպել պարոն Մինասյան հա ոնց եք հավաքվում եք ձեզանով գնում եք փակ դռների ետևում որոշում եք կայացնում թե ով պետք է լինի ոնց ովքեր են իրանց ընտրում ինչու են ընտրում այդ մարդկանց ինչ մանդատ եք դուք իրականացնում դուք եւ միայն դուք չէ քիչ թե շատ Հայաստանի կուսակցությունների մեջ այն եղած ավանդական եւ ոչ այնքան ավանդական քիչ թե շատ որ մի քիչ կուսակցության նման ինչ որ մի հատ բան կա էլի դաշնակցության մեջ է չնայած իմ կարծիքով դուք ավելի շատ վերածվել եք աղանդավորական խմբակի եւ երբեմն մի քիչ նաեւ գնում ա դեպի արդեն վտանգավոր ուրեմն եզրագծին ա հասնում որովհետեւ դուք չունեք այդ ինքնահայեցումը հարգելի գործընկերներ որովհետեւ չունեք ինքնահայեցումը էլի ասել եմ մի անգամ որովհետեւ դուք մտածում եք որ դուք ի սկզբանե եւ վերջնականորեն տրված դուք կատարյալ եք հասկանում եք այսինքն դուք կատարյալ եք, դուք ձեր կատարելության մեջ էլ, այսինքն sense վախճանված եք արդեն այդպեսին, այսինքն դուք այնքան կատարյալ եք, որ դուք զարգանալու տեղ չունեք։ Բայց ասենք հանգուցյալները չունեն զարգանալու տեղ, մեկ էլ դաշնակցությունը եթե տենց ստացվի։ Մի հատ կարող է դուք էլ ինքնահայեցում անեք։ Կարող է դուք էլ ասեք, լավ, մի րոպե մենք ինչ է սխալ արեցինք, որ մենք ունեցանք այս բաները։ Քաջազնունին ի պատիվ իրեն 1923 թվականին այդ ինքնահայեցումը անում է։ Բայց խի օրինակ Քաջազնունին, որ Քաջազնունի է անում է, Գեղամ Մանուկյանը խի չի անում է, 120 տարի անց խի չի անում։ Հա։ Ասма ինչ եք ասում Քաջազնունի վարչապետը դրա համար էր անում։ Պարոն Մինասյան, դուք էլ գիտեք, որ ես ճիշտ եմ ասում։ Դուք էլ գիտեք, եւ դուք մտովի զինաթափվել եք արդեն այդտեղ նստած, որովհետեւ գիտեք, որ ես ճիշտ եմ ասում։ Եվ ես ձեզ առաջարկում եմ, որ դուք այս թեմայով անպայման զրույց ունենաք ձեր կուսակցության ներսում, եւ ասեք, որ չի կարելի այսպես այլևս ժողովուրդ ջան։ Ծիծաղում եք, բայց իրականում այդքան էլ ծիծաղելի չի, հարգելի գործընկերներ, որովհետեւ նորից եմ ասում, այն խաղաղության գործ մենք այսօր նաեւ ունենալու ենք ազգային ժողովի արտահերթ նիստ ազգային ժողովի հայտարարության ընդունման կապակցությամբ ես նախ հորդորում եմ մեր ընդդիմությանը մասնակցել այդ նիստին, պարոն Մինասյան եւ հարգելի գործընկերներ, մասնակցեք այդ նիստին եւ եկեք մի հատ ձեր հարցադրումները անեք, եկեք խոսանք տենանք այդ ինչ խնդիր դուք ունեք խաղաղության հետ։ Որովհետեւ կոնկրետ ես ասում եմ, դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, որովհետեւ երբ որ կոնֆլիկտը հանում ես, դուք գաղափարապես այլևս չեք կարողանում ձեր գոյության իմաստը կորումը հասկանում եք։ Դրա համար դուք հիմա էլ ասում եք 4 հանրապետությունը, նախ 4 հանրապետության մասով որևէ իրավական խնդիր չի առաջանում։ Մենք դրա մասին բազմաթիվ անգամ ուրեմն խոսելու առիթներ կունենանք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովը հռչակել է, որ 4 հանրապետության ստեղծումը համարում է որպես առաջիկա կարևորագույն ռազմավարական անելիք եւ բնականաբար դրա մասին դեռ մենք շատ ենք խոսելու, բայց այդ խոսակցությունը չի կարող չաղերսվել խաղաղության հետ, որովհետեւ ամենագլխավոր կոմպոնենտը Երրորդ հանրապետության գլխավոր ուրեմն բաղադրիչը, որը դուք դրել եք այդ հանրապետության ներքո, դա եղել է կոնֆլիկտը։ Որովհետև կոնֆլիկտագեն ա եղել այդ ամենը, որովհետև կոնֆլիկտից դուրս Հայաստանի Հանրապետությունը դուք չեք պատկերացրել։ Հիմա մենք ասում ենք, որ կոնֆլիկտը մնացել է անցյալում, որ հաստատվել է խաղաղություն, այդ խաղաղությունը մի օրում չի
կայացվելու, այդ խաղաղությունը մենք բոլորով պիտի կառուցենք եւ դա ջանք ու ճանապարհ է պահանջում։ Եվ ես բնականաբար ձեզ նաեւ առաջարկում եմ, որ գաք մասնակցեք արտահերթ նիստին ու այդտեղ ավելի կոնկրետ քննարկենք այդ հարցը։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ուղղակի արձանագրել, թե ինչ տեղի ունեցավ։ 20 րոպե առաջ Հայաստան դաշինքը հայտարարեց 20 րոպե ընդմիջում նախորդ քվեարկության համար, որ իբրև թե իրենք քննարկեն եւ որոշեն իրենց դիրքորոշումը, բայց իրենք այդպես էլ չվերադարձան։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք գիտեին եւ ես հայտարարել էի, որ այս քվեարկությունից անմիջապես հետո մենք ունենալու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը եւ իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա այդ պահին պիտի լքեն դահլիճը եւ պատրվակ բերեցին քվեարկության համար վարման կարգ վերցնելու, որպեսզի փախնեն եւ այս պահին այստեղ չգտնվեն հայտարարության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ եւ արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերվում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է, որ որևէ կերպ խաղաղության հետ չառնչվի։ Սա ուղղակի սրանից լավ ապացույց ուղղակի չկա։ Շնորհակալություն։ Զավեշտը ասում են մենք նույնիսկ առաջարկներ կներկայացնենք, ես չեմ կարծում, որ գործընկերային է նույնիսկ եթե իրանք առաջարկ ներկայացնեն, այդ առաջարկների մասով իրանց հետ որևիցե բան բանակցել։ Պարզ է, որ համապատասխան մարդիկ դա կորոշեն, բայց ես իմ կարծիքը պետք է ասեմ, սա, չգիտեմ, մանուշակ մանկապարտեզին բնորոշ գործելավոճ է, հայտարարությունը։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս տարի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոնում Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ստորագրվեց խաղաղության հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գտնում է, որ ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը եւ ահա այս փաստի բերումով մենք առաջարկել ենք հրավիրել ազգային ժողովի նիստ եւ ընդունել այս հայտարարությունը եւ թույլ տվեք միանգամից սկսել կարդալ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, ընդգծելով խաղաղության հաստատման կարեւորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեվության համար, հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա, աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագրին։ Ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը։ Կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման (TRIP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկախորոշված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը։ Վերահաստատում է, որ մարդկային անասենի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարի դրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Եվ ամփոփելով կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից հաստատված խաղաղության հարատեվությունն ու հուսալիությունը հանուն հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։ Շնորհակալություն։